Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանին ականաձերծմանը խոչընդոտելու համար։ Անցած շաբաթ Բաքուն կրկին պնդեց, թե Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25%, պահանջելով Երևանից ճշգրիտ քարտեզներ։ Երևանն ավելի վաղ արձագանքել է, որ Հայաստանը ինչ քարտեզ ու տեղեկություն ունեցել է, արդեն փոխանցել է Բաքվին։ Ռուբեն Վարդանյանի կարծիքով յուրաքանչյուրը պետք է ինքնուրույն հասնի իր ընկալման կետին, անցնելով տանջալի, երբեմն շատ ցավոտ ճանապարհ։ Արցախի նախկին պետնախարար Վարդանյանը Բաքվի բանտից կարողացել է ընտանիքին որոշ մտքեր փոխանցել, խնդրելով դրանք կիսվել հանրության հետ։ Վարդանյանների ընտանիքը հրապարակել է նրա մտորումները։ Նախև առաջ Ռուբեն Վարդանյանը եւս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն, անհանգստանում եւ աղոթում իր համար։ Վարդանյանը խոսել է իր կյանքի ուսուցիչների, ծնողների եւ ավագ քրոջ մասին, որոնք օգնել են գնալ այս գեղեցիկ աշխարհը ճանաչելու ու ինքնաճանաչման ճանապարհով։ Խոստովանում է շատ բաներ, ինչ իրեն ասում էր հայրը, միայն հիմա է հասկացել։ Որքան Իրանի դեմ Իսրայել-ամերիկյան կոալիցիայի օղակը սեղմվում է, այնքան Ալիևի կատարը տաքանում է։ Իսրայելի, Միացյալ Նահանգների ու Ադրբեջանի մամուլը գրեց, որ նա հրեական լոբբի միջոցով փորձում է սողոսկել Թրամփի վարչակազմ, որ համոզի 907 բանաձևը հանել, որ իրենք զենք տան եւ ինքը միանա Ամերիկայի Միացյալ Նահանգներին ընդդեմ Իրանի։ Իրանի նախագահի խորհրդականի հետ հանդիպմանն էլ բարեկամական ռևերանսներ էր անում Թեհրանին։ Կեցվածքը հասկանալի չեզոքություն ցուցադրեց հերու դիրքավորվող ԱՄՆ-Իսրայել դաշնակցությունից լոյալության համար Իրանից Հարավ-Կովկասում գին ակնկալելով։ Իրանը սակայն հաստատակամ է, գրեթե ամենօրյա ռեժիմով է թարմացնում Ալիևի հիշողությունը։ Սյունիքի մարզին առնչվող իրավիճակը փոխկապակցված է Իրանի շահերի հետ։ Սահմանների ցանկացած փոփոխություն Թեհրանի համար անընդունելի է։ Ամենակարևոր պահը նա, որ ինչի մասին կպայմանավորվեն Ամերիկան եւ Ռուսաստանը, Ամերիկան եւ Թուրքիան, Թուրքիան եւ Ռուսաստանը Հարավային Կովկասի մասով, որովհետեւ եթե Հարավային Կովկասի խաղացողները այս պահին խոսքը գնում Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին մնան ինքնուրույն, ես ոչ մի չզսպիչ սահմանափակի, իրենք կհարվածեն։ Ռազմաքաղաքական բալանսն է մատնացույցանում մասնագետը։ Նա էլ նկատում է Բաքուն ամեն օր զարկ է տալիս ռազմական հռետորաբանությանը, աչքը տնկած Իրանի վրա հարձակմանը։ Ամեն օր մի նոր վերջնագիր, մի նոր բան է դնում սեղանին։ Ալիևը միջազգային համաժողով է հավաքել Ադրբեջանում ու Արցախում իր վայրագություններն ու էթնիկ զտումն արդարացնելու համար, էլի շարել է ստերի շարքը։ Հավաքվածներին մոլորեցնում է, հայկական օկուպացիա ձևակերպումն է առաջ բերում։ Մենք սեփական ներդրումներով մեծացնում ենք մեր հիդրոէներգետիկ ներուժը, հատկապես հայկական օկուպացիայից ազատագրված Արևելյան Զանգեզուրի եւ Ղարաբաղի շրջաններում։ Արցախի հայաթափումից հարյուրավոր հայկական հեկերի զավթումից, էթնիկ զտումից միջազգային այս հավաքում Ալիևը չի խոսում, բայց միջազգային մասնագետները կատարվածը քրեական հանցագործություն են որակում։ Գերմանական Ռոստոկի համալսարանի պրոֆեսորը միանշանակ է էթնիկ զտում որակում։ Անհրաժեշտ է տարբերակել քաղաքական ու իրավական հարցերը։ Քաղաքական առումով կարող եք ասել, որ եղել են էթնիկ զտումներ, բայց դա իրավական տերմինոլոգիայում գործածական ձևակերպում չէ։ Քրեական հանցագործություններ եղել են։ Էթնիկ հայերին տեղահանել են ուժի կիրառմամբ։ Պաշտոնապես ամեն ինչ պահանջեցին Հասան ուզածին, բայց մեկ է, էլի չեն ստորագրում խաղաղության փաստաթուղթը։ Ստերի տոպրակն են ծանրացնում, փնթփնթում։ Հիմա էլ ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն դժգոհում է Հայաստանից ստացած ականապատ դաշտերի քարտեզների ընդամենը 25%-ն է ճիշտ։ Ականների վրա պայթյունների 55%-ը տեղի է ունեցել այն տարածքներում, որոնք ընդգրկված չեն եղել այդ քարտեզներում։ Բողոքում է ադրբեջանցին։ Ասում է, Հայաստանի տված քարտեզներով շուրջ 400,000 ականների տեղակայում կա, բայց Հաջիզադեն պնդում է, թե ականների թիվը հասնում է 1.5 միլիոնի։ Օրը մի բան են մոգոնում։ Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին Դոնալդ Թրամփի նախազգուշացումները նկատելի լարվածություն են առաջացրել տարածաշրջանում։ Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի կարգադրությամբ Իրանի զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստության վիճակի։ Իրաքին, Քուվեյթին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Քաթարին, Թուրքիային եւ Բահրեյնին ուղարկված ծանոթագրերում Իրանն ընդգծել է, որ հարձակման դեպքում ցանկացած աջակցություն, ներառյալ հարձակման ժամանակ ամերիկյան զինվորականների կողմից իրենց օդային տարածքի օգտագործումը կդիտվի որպես թշնամական գործողություն։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կասկածում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը կկարողանա պայմաններ թելադրել Վաշինգտոնին Ուկրաինայում հրադադարի հարցում, բայց Կրեմլը իսկապես պետք է պատերազմին վերջ տալու իրական ցանկություն ցուցաբերի։ Ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերի շրջանակում Ռյուտեն անցյալ շաբաթ հայտարարել է, որ գնդակը բացահայտորեն ռուսների դաշտում է։ Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում, ռմբակոծելով Խան Յունիս Նասեր հիվանդանոցի մոտ տեղակայված լրագրողների վրաններից մեկին։ Հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, ևս 7-ը վիրավորվել են։ Հարձակումները վերսկսվել են այն բանից հետո, երբ Իսրայելի զինուժը սպանել է ավելի քան 50 մարդու եւ հրահանգել Դեյր էլ-Բալահ քաղաքի 5 կենտրոնական թաղամասերի բնակիչներին լքել իրենց տները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել ապրիլի 2-ին հայտարարված մաքսատուրքը։ Մենք հսկայական ֆինանսական դեֆիցիտ ունենք Չինաստանի, Եվրամիության եւ շատ ուրիշների հետ։ Միակ լուծումը մաքսատուրքերն են, որոնք այժմ տասնյակ միլիարդավոր դոլարներ են բերում Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Դրանք արդեն գործում են եւ դա հիանալի տեսարան է, ասել է Թրամփը։ Նա նաեւ հույս է հայտնել, որ մի օր թերհավատները կհասկանան, թե որքանով է ձեռնտու այդ միջոցները Ամերիկային։ ԱՄՆ-ի սահմանած աննախադեպ մաքսատուրքերը երկրներից շատերին հարկադրել են հանդես գալ պատասխան նախաձեռնություններով։ Եվրամիության երկրները առաջիկա օրերին Ամերիկայից ապրանքների ներմուծման դեմ մինչև 28 միլիարդ դոլարի մաքսատուրքերի առաջին փաթեթն են հաստատել։ Ըստ այդմ, լրացուցիչ մաքսատուրքեր են սահմանվելու հացահատիկային ապրանքների, մսի, գինու, փայտի, հագուստեղենի եւ այլ ապրանքների վրա։ Փաթեթի հաստատման դեպքում կիրառման առաջին փուլը սկսվելու է ապրիլի 15-ից։ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ վերամիավորումը հնարավոր է, եթե Վրաստանի ժողովուրդը համբերատար լինի։ Նման կարծիք է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Տարածքային ամբողջականության վերականգնումը կարծում եմ իրական է, եթե մենք ցուցաբերենք համբերություն, եւ այս համբերությունը առաջնորդի մեր քաղաքականությունը։ Այս հարցի լուծումը իհարկե կախված կլինի տարբեր գործոններից, բայց համբերությամբ եւ ճիշտ քաղաքականության դեպքում ամեն ինչ հնարավոր է, ասել է Կոբախիձեն։ Փարիզի Վոբան հրապարակում բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել ի պաշտպանություն ազգային միավորում կուսակցության խորհրդարանական խմբավորության ղեկավար Մարին Լեպենի, որին դատարանը արգելել է ընտրվել իշխանության մարմիններում։ Լեպենի աջակիցների շարքում տարբեր տարիքի մարդիկ են, թե երիտասարդներ, թե տարեցներ։ Մոսկվայի Կուտուզովսկի պողոտայի մետրոյի հաղթանակ զբոսայգի կայարանի մոտ գազել մակնիշի բեռնատարի վարորդը չկարողանալով կառավարել մեքենան մխրճվել է ստորգետնյա անցման մեջ։ Մեքենան խիստ վնասվել է, վարորդին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ մեքենայից, սակայն ներսում եւս մեկ մարդ է մնացել։ Ամերիկյան մի քանի նահանգներում մոլեգնող փոթորիկը առնվազն 15 մարդու կյանք է խլել։ Խիստ ուժել են հատկապես Արկանզասը, Կենտուկին, Ինդիանան, Միսսուրին եւ Թենեսին։ Այդ նահանգներում հեղեղվել են ճանապարհները, տապալվել են ծառերն ու էլեկտրահաղորդման գծերը։ Հռոմի Պապը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Հիվանդների համար հոբելյանական պատարագի շրջանակում Պապը անվասայլակով մեկնել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ 88-ամյա Պոնտիֆիկոսը նախքան իր օրհնությունը անցել է հավաքվածների միջով։ Հռոմի Պապն անդրադարձել է նաև աշխարհի առկա հակամարտություններին։ What do we do? Stand up like that! When human rights are under attack, what do we do? Stand up like that! When free speech Չինաստանը պատրաստ է ակտիվորեն նպաստել հայկական ատոմային էներգետիկայի զարգացմանն ու ատոմային էլեկտրակայանի կառուցմանը, հայտարարել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը։ Հիշեցնենք մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը, որը երկարաձգվել է Ռոսատոմի մասնակցությամբ իրականացված արդիականացման շնորհիվ, ավարտվելու է 2036 թվականին։ Հնարավոր է էներգետիկ դեֆիցիտի կանխման նպատակով Հայաստանի կառավարությունը քննարկում ունենա նոր ատոմակայանի կառուցման հարցի շուրջ։
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այսօր հայտնել են, որ նախորդ շաբաթվա ընթացքում Տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը կազմել է 2,499,525, տրոլեյբուսներում 92,151, մետրոպոլիտենում 509,514, ավտոբուսներում 1,837,860։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աբովյան փողոցում եւ Սայաթ Նովայի պողոտայում, մասնավորապես Աբովյան փողոցում Աբովյան Աղայան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան փողոց Սայաթ Նովա պողոտա խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը, Սայաթ Նովա պողոտայում Սուրբ Աննա եկեղեցու դիմացից մինչև Սայաթ Նովա Տերյան փողոց խաչմերուկը կարգելվի մեքենաների կանգառը, ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի նաև Պրոշյան, Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես Պրոշյան փողոցից ձախ շրջադարձը դեպի Դեմիրճյան փողոց կարգելվի։ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի եւ Մայրության ու Գեղեցկության օրվա առիթով։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Ավետման տոնի առիթով հայրապետական մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում համայն հավատավոր մեր ժողովրդին, ի մասնավորի մեծազնիվ, տիկնանց եւ օրյորթաց։ Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի անունից շնորհավորում եմ մայրերի, քույրերի, կանանց եւ աղջիկների ապրիլի 7-ը։ Թող ձեր գեղեցկությունը խաղաղություն բերի աշխարհին։ Մշտապես բաց պահել կերակրադռնակը, օրենքով սահմանված զբոսանքի ժամանակը երկարացնել։ Ահա այսպիսի պահանջներ են ներկայացրել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավորները ղեկավարությանը։ Քրեակատարողական ծառայությունից սակայն հայտնում են, որ կալանավորների պահանջներն անօրինական են։ Քրեակատարողական ծառայությունից ասացին նաև Նուբարաշենի դատապարտյալներից մեկը նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ, այլ ազատազրկված անձանց նկատմամբ տևական ժամանակ խաթարել է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացրել է անօրինական պահանջներ եւ մյուս ազատազրկվածներին էլ հրահրել այդպիսի անօրինականությունների։ Քրեակատարողական ծառայությունը քննելով վերօրյալ տեղեկությունները քրեական ենթամշակույթի եւ այլ անօրինականության դեմ պայքարի շրջանակներում որոշում է կայացրել անօրինականություններ ու պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ Իրավապաշտպաններն այլ բողոքներ են ստացել հենց կալանավայրից, օրինակ դատապարտյալները բողոքել են, որ իրենք ապահոված չեն մինիմալ հիգիենայի պայմաններով, նույնիսկ լողանալու հարմարություններ չկան։ Իրանք պահանջ են ներկայացրել, որ լավ կլներ, որ իրանք լողանային։ Պայմանները մինիմալ բավարարված չեն այնտեղ։ Իհարկե չէ։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մենք պայմանները բարելավենք, որպեսզի մարդիկ կարողանան արժանապատիվ կերպով գտնվեն անազատության մեջ եւ իհարկե չենթարկվեն կողմնակի որևէ ազդեցության։ Իրավապաշտպան Ալեքսանյանին անազատության մեջ գտնվողներն են պատմել, որ դիմակավորված անձիկ մտել են ցմա դատապարտյալների խցեր ու ծեծել նրանց։ Լուր տարածվեց, որ կալանավորներից երկուսը կոտրվածք ունեն։ Հիմնարկի բուժանձնակազմի կողմից իրականացված ռենտգեն հետազոտության արդյունքում վերջիններիս մոտ կոտրվածքներ չեն հայտնաբերվել։ Հաղորդագրությունը, որը տարածել է քրեակատարողական ծառայությունը, չի համապատասխանում իրականությանը։ Այսինքն այն պատկերը չի արտացոլում, ինչ որ տեղի է ունեցել այդ ջարդի ժամանակ։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ծեծում են եւ այլն, կարծում եմ, որ դա ուղղակի չի համապատասխանում իրողությանը։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում քրեակատարողական հիմնարկներում արտակարգ դեպքեր հաճախակի են գրանցվում։ Բողոքում են սահմանված ժամկետից ավելի կալանքի տակ գտնվողները, եղան նաև ինքնասպանության դեպքեր։ Վերջերս էլ Արմավիր քրեակատարողական հիմնարկում երկու կալանավոր հացադուլ հայտարարեցին։ Նրանցից մեկը առողջության հետ կապված է խնդիրներ ունեցել ու դժգոհել սպասարկումից, մյուսը քրեական գործի ընթացքից է բողոքել։ Մատենադարանի ժապավենաձև հմայիլների հավաքածուն համալրվել է 1717 թվականի Կոստանդնուպոլսում տպագրված եւս մեկ օրինակով։ 480 սանտիմետր երկարությամբ գլանաձև իրար սոսնձված թղթերում առկա են մանրանկարներ եւ հմայիլներին հատուկ աղոթքներ։ Այն Մատենադարանին է նվիրաբերել Սորբոնի համալսարանի պրոֆեսոր հայագետ Իոննա Ռապտին։
Հմայելն աղոթքների, աղերսների, մաղթանքների ժողովածու է, որն ունի պահպանիչ բուժիչ նշանակություն։ Այն կախարդական աղոթքներով օժտված առարկա է, որը կրողին պաշտպանում է տարատեսակ փորձանքներից։ Մարդիկ կրել են իրենց վրա, գոյություն են ունեցել հատուկ այսպես կտորից, կաշվից տուփեր, որոնք կոչվում են կշտապանակներ, բառը հենց ինքնին հուշում է կուշտը պահելու համար եւ հատկապես երկար ճանապարհորդությունների ժամանակ ու հատկապես առևտրականները դրանք կրել են իրենց վրա եւ օրվա տարբեր պահերին կատարել են ընթերցումներ։ Գլանաձև փաթաթվող հմայելները կազմված են իրար սոսնձված կամ կարված որոշակի քանակի գրեթե հավասար թղթերից կամ մագաղաթներից։ Դրանց երկարությունը հիմնականում 600-ից 800 սանտիմետր է, որոշ դեպքերում կարող է հասնել նաև 28 մետրի։ Պարունակում են Գրիգոր Նարեկացու Մազյան ողբերգությունից հատվածներ, Ներսե Շնորհալու հավատով Խոստովանիմը, Ավետարանից հատվածներ։ Նվիրաբերված յուրաքանչյուր մատյան, ձեռագիր կամ նմուշ նախ եւ առաջ ախտահանվում, որովհետև մասնավոր հավաքածուներում պահվելով կամ անհատ հետազոտողների կամ անհատների մոտ պահվելով այսպես վտանգված են լինում հատկապես տարբեր սնկային հիվանդություններով եւ այլն։ Մատենադարանն ունի ձեռագիր ու տպագիր հմայելների մեծ հավաքածու, այսօր դրանք մի քանի 100-ի են հասնում։ Հնագույնը գրված է 1428 թվականին Մուֆարղինում, Դիարբեքիրի նահանգ, հնում Տիգրանակերտ քաղաք, մեծ հայքի աղցնիկ աշխարհում։ Ներկայումս ունենք 571 ձեռագիր միավոր, հնագույն միավորները թվագրվում են 15-րդ դարից, իսկ հստակ թվական ունեցողը 1428 թվականին է գրվել եւ կրկին պահվում է Մատենադարանում։ Հավատարիմ իր առաքելությանը Մատենադարանը շարունակում է իրականացնել նաև ձեռագիր մատյանների տունդարձի արշավը։ Արդեն հուլիսին կբացի 1 տարվա հավերժությունը խորագրող ժամանակավոր ցուցադրությունը, որը այս տարիների ընթացքում ձեռք բերված ձեռագիր եւ արխիվային եւ հնատիպ նմուշների ցուցադրությունն է, հաշվետվություն մնայուն արժեքների վերաբերյալ։